Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Ինչպես գիտենք, ուսումնասիրում ենք սաղմոսները եւ արդեն հասել ենք դաստաց 2-րդ, փառք Աստծո, որ այսօր մեզ կյանք տվեց առողջություն, որպեսզի կյանքի ոտքերը առջև եւ ուսումնասիրենք Հիսուսի խոսքը։ Թող Աստված մեզ օգնի, որպեսզի Սուրբ Հոգին ազդի մեր սրտերի վրա եւ մենք բացենք մեր ականջները լսելու Աստծո խոսքը եւ մեր սիրտը, որպեսզի ի վիճակի լինենք Աստծո շնորհքով կատարելու իր խոսքը Հիսուսի անունով, ամեն։ Այս դասը կոչվում է երբեք չավարտվող երկրպագություն։ Այսօր խոսելու ենք երկրպագության մասին եւ հիշելու համարն է Սաղմոսներ 104:33։ Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։ Ինչպես մի անգամ արդեն նշել էինք, ուզենք թե չուզենք, մենք երկրպագում ենք, որտեղ Աստված մեզ այդպիսին է ստեղծել, որպես երկրպագող էակներ։ Բայց մեր ընտրությունն է, թե մենք ում ենք երկրպագում կամ ինչ ենք երկրպագում։ Մարդու հոգու մեջ դրված է այդ երկրպագության փափագը եւ եթե մենք ճշմարիտ մեզ ստեղծող Աստծուն չենք երկրպագում, ապա դրան գալիս են փոխարինող էակներ կամ առարկաներ, որոնք բոլորովին արժանի չեն այն երկրպագությանը, որ տալիս են իրենց։ Ոմանք երկրպագում են բնության երևույթներին, ոմանք երկրպագում են իրենց մոտիկ մարդկանց, որպես Աստված, ոմանք երկրպագում են հարուստներին, որտեղ նրանք հարուստ են, հիանում են նրանցով, ոմանք երկրպագում են ատլետներին, սպորտսմեններին, որտեղ իրանք շատ լավ մարզվել են եւ կարող են զարմանալի բաներ անել, ոմանք երկրպագում են երգիչներին, շոուաստղերին եւ այլն եւ այլն։ Ինչու է այսքան կարևոր այս հարցը, թե ում եմ ես երկրպագում։ Որովհետեւ ում որ երկրպագում ենք, նրան էլ նմանվում ենք։ Եվ ցավոք ինչու է այսքան չարիք աշխարհում, նրանից, որ մարդիկ իրենց համար ընտրում են սխալ էակներ կամ առարկաներ երկրպագության համար։ Ուրեմն Սաղմոս 2-ն ասում է, որ ինքը Տիրոջը պիտի օրհնի իր ամբողջ կյանքում, քանի կա։ Պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։ Եվ երբ Աստծո շնորհի զորության ճանաչման մեր փորձառություն աճում է, մենք փափագում ենք Սաղմոս 2-ի նման հարցնել. Ինչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության համար, փոխարեն, որ արել է ինձ։ Այս հարցի միակ պատասխանն է սեփական կյանքը նվիրաբերել Աստծուն եւ հավատարիմ լինել նրան։ Եկեք կարդանք Սաղմոս 134-ը, շատ կարճ Սաղմոս է, ընդամենը 3 համարներից է բաղկացած։ Եկեք օրհնենք Տիրոջը, ով Տիրոջ բոլոր ծառաներ, դուք որ գիշերները կանում եք Տիրոջ տանը, ձեր ձեռքերը բարձրացրեք դեպի սրբությունը եւ օրհնեցեք Տիրոջը։ Տերը Սիոնից թող օրհնի քեզ, նա որ արարեց երկինք ու երկինքը, այսինքն իր նակավայրից։ Եվ ինչպիսի Աստված մենք ունենք, արարիչ Աստված, որ արարել է երկինքն ու երկիրը եւ արարել է մեզ։ Եվ ինքն է, որ արժան է միայն այս երկրպագության։ Ուրեմն սա ինչի մասն է խոսում, որ մենք գնում ենք եկեղեցի
երկրպագելու Աստծուն։ Աստծո ժողովուրդը նույնացվում է արդարների հետ, որոնք երկրպագում են Տիրոջը եւ վստահում նրան ու նրան սիրում։ Համայնքում Տիրոջը փառաբանելն ընկալվում է որպես կատարյալ երկրպագություն։ Եվ Սաղմոս 111:1-ում երկրպագող համայնքը կոչվում է նաև ուղիղների հավաքույթ։ Ուղիղները ճանաչում են Աստծուն և ճանաչված են Աստծո կողմից, և այս փորձառություն ընդգրկում է նրանց գոյության բոլոր կողմերը։ Եվ կարդանք նաև Սաղմոս 18:1-ը, Սրտանց սիրում եմ քեզ, ով Տեր իմ զորություն։ Սաղմոս 36:1 Ամբարշտի անօրինության մասին իմ սրտի խոսքը սա է, Աստծո վախը չկա նրա աչքի առաջ։ Սաղմոս 113:1 Ալելույա, օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, օրհնեցեք Տիրոջը անունը։ Եվ Սաղմոս 135 առաջին երկու համարները։ Օրհնեցեք Տիրոջ անունը, օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, որ կան մեկ Տիրոջ տանը, մեր Աստծո տան սրահների մեջ։ Այսինքն Սաղմոս 2-ում կոչ է անում, որ մենք երկրպագենք Աստծուն և ինչ է կատարվում, երբ որ մենք գնում ենք եկեղեցի և երկրպագում ենք Աստծուն։ Դրանով մենք ստանում ենք ուրախություն և Աստծո օրհնությունները։ Եթե իհարկե, ինչպես անցած անգամ ասեցինք, ճիշտ մոտիվներով ենք գնում։ Քանի որ մենք երկրպագում ենք անտեսանելի Աստծուն, ում հնարավոր չէ ներկայացնել որևէ պատկերի տեսքով, Սրբարանի դերը Տիրոջ փառքն արտացոլելն էր և մեղավոր մարդկանց ապահով միջավայր տրամադրելը իրենց Սուրբ Թագավորին մոտենալու համար։ Եվ այս հանդիպումը նախաձեռնում է ինքը Տերը և այն կարգավորվում է նրա կանոնադրությամբ և որոշումներով։ Առաջին Պետրոս 2:4-5 հավաններ ասում են. մոտ է կենդանի վեմին, որը թեև մարդկանցից մերժված է, բայց Աստծո առաջ ընտրյալ ու պատվական է։ Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար Սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։ Ուրեմն այստեղ նույն գաղափարներն է ներկայացված այս խոսքերում Պետրոսին, ինչ որ Սաղմոսերկուի Սաղմոսում։ Աստծո ժողովուրդը այժմ Սուրբ քահանայություն է, որը գովաբանում և երախտագիտություն է մատուցում իր Տեր Հիսուս Քրիստոսին, իր արարչին ու փրկագնողին բոլոր բարիքների համար, որ նա արել էր նրանց համար։ Կարդանք Սաղմոս 33-րդ համարը։ Նոր երգեցեք նրան, լավ նվագեցեք լարավոր գործիքը ցնծության բարձր աղաղակով։ Նաև Սաղմոս 43-ը Եվ նոր երգ դրեց իմ բերանը, մեր Աստծո օրհնությունը, շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։
Եվ նաև 96-1-ը Տերն է թագավորում երկիրը թող ցնծա եւ շատ կղզիներ ուրախ լինեն։ Ուրեմն ինչ են ասում այս համարները, ասում են նոր երկ եկեցեք Տիրոջը, ինչ է, որն է նոր երկ երկելու պատճառը։ Այդ պատճառը Տիրոջ վեհության ու գերագույն իշխանության նորովի ճանաչումն է աշխարհում եւ իր ախտագիտությունը նրա հոգատարության ու փրկության համար որպես երկրի արարիչ ու դատավոր։ Ընդհանրապես երկրի մեջ նկարագրում էին, թե Աստված ինչ կատարեց իրենց համար եւ թե ինչի համար են իրանք Աստծուն երկրպագում եւ փառավորում եւ փառաբանում։ Եվ թվարկվում էր, օրինակ, երբ որ Մարիամը Մովսեսի եւ Ահարոնի քուրը, երբ որ Կարմիր ծովից դուրս եկան, ինքը սկսեց փառաբանության երգ երգել, ասում ես ես թվարկել, թե ինչ է արել Աստված։ Ուրեմն Աստված ամեն օր մեր համար նոր բաներ է անում, նոր հրաշքներ անում մեր կյանքի համար, նոր ողորմություններ է անում մեր կյանքի համար, ամեն օրը նորովի է Աստված դրսևորում իր սերը մեզ եւ դրա համար մեր ամենօրվա երգը յուրաքանչյուր օրվա երգը կոչվում է նոր երգ, որտեղ մենք նորովի ծանոթանում ենք Աստծուն, ավելի ենք խորանում նրա հետ ծանոթության մեջ, ավելի շատ ենք տեսնում նրա գործերը եւ ճանաչում նրա էությունը։ Եվ դրա համար այդ երգը ամեն անգամ նոր երգի պես է, նոր երգը հատուկ երգ է, որն արտահայտում է վերածնված ուրախություն եւ վերականգնված նվիրվածության խոստում Աստծուն։ Աստվածային ազատագրման նոր փորձառությունը մարդկանց ոգեշնչում է ընդունել Տիրոջը որպես իրենց արարիչ եւ թագավոր։ Նոր երգ ներկայացնող Սաղմոսների ընդհանուր թեման վստահությունն է առ Աստված, նրա հրաշալի գործերի փառաբանումը եւ տառապանքից ազատագրումը։ Այդ նույնը ասվում է 42-10-12-ի մեջ եւ հայտնություն 5-ի մեջ եւ հայտնություն 14-3 համարներում։ Եվ կարդանք 15-րդ Սաղմոսը։ Տեր, ով կկենա քո վրանում եւ ով կբնակվի քո սուրբ լեռան վրա։ Նա ով անբիծ է ապրում, արդարություն է գործում եւ ճշմարտություն է խոսում իր սրտում։ Շատ մարդիկ չեն սիրում Աստվածաշունչը, հենց այս պատճառով, որ ասում է, որ ով անբիծ է ապրում, արդարություն է գործում, ճշմարտություն է խոսում իր սրտում, որտեղ իրանք չեն ուզում փոխել իրենց ճամփաները։ Նա ով իր լեզվով չի չարախոսում եւ չար բան չի անում իր ընկերոջը եւ նախատինք չի գցում իր դրածու վրա։ Նա ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը եւ չի փոփոխվում, ով իր արծաթը չի տալիս վարձով եւ անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում, ով որ այս անի հավիտյան չի սասանվի տեղից։ Իհարկե, երբ որ կարդանք, ասենք, որ մեծամասնությունը մարդկանց այսպես է ապրում, այսինքն հակառակը այստեղ դրածից, որ անիրավություն են անում, այո, ոչ թե արդարություն, չարախոսում են, հարգում են չարագործներին եւ անհարգալից վերաբերվում արդարությանը ձգտող մարդկանց, բայց Աստված մեզանից հակառակն է ուզում։ Ինչու? Որովհետև եթե մենք ուզում ենք իրոք երջանիկը նորմալ ապրենք, ոչ թե որոշ մարդիկ, որ իրենց բնութագրում ունեն երջանիկը նորմալ ապրելու եւ դա թելադրում են մյուսներին, եւ
մյուսներն էլ ընկալում են իրենց պատկերացումները այդ երջանկության մասին նրանց տեսակետով և սկսում են հարգել նման մարդկանց, ում պատկերացումները լիովին հեռու է Աստծուց, և սկսում են անարգել այսինքն աստվածային տեսանկյունից, և սկսում են անարգել նրանց, ովքեր աստվածային տեսանկյունից են նայում այս աշխարհին։ Բայց այստեղ պարզ ասվում է, որ Աստծո հետ մոտիկություն միայն կարող են անել, այսինքն Աստված ում է ընդունում, ով որ ձգտում է արդարության։ Ասում է, որ իր արծաթը չի տալիս բարձրով, այսինքն տոկոսով չի տալիս իր փողը, և անմեղի դեմ վկայելու կաշառք չի անում։ Թեկուզ ատրճանակը դրեն իր ճակատին և ասեն, դու պիտի գնաս սուտ վկայություն տաս և ասես, և այդ մարդը ասի, օքեյ, կրակեք, բայց ես այդ բանը չեմ անում, և Աստված հող կտանե իր մասին։ Այսինքն մեր կյանքի ապրելակերպը որոշում է, թե մենք երկրպագում ենք Աստծուն, թե ոչ։ Մենք կարող ենք գնալ եկեղեցի և մեր բերանով երկրպագել Աստծուն, բայց իրականում մեր կյանքում բոլորովին հեռու լինել Աստծո արդարությունից։ Ուրեմն թագավորական քահանայությունը ենթադրում է սուրբ կյանք, ապրել Աստծո ներկայության մեջ և ուխտի օրհնությունները տանել այլ մարդկանց։ Սաղմոս 24:3-6 Ով պիտի գնա դեպի վեր Տիրոջի լեռը, և ով պիտի կանգնի նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ, ով իր անձը անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ, նա օրհնություն կստանա Տիրոջից և իշխողության Աստծուց արդարություն։ Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ով Հակոբին Աստված։ Նաև կարդանք Սաղմոս 101:1-3 Ողորմություն և իրավունք պիտի երգեմ քեզ, ով Տեր, Սաղմոս պիտի ասեմ։ Իմաստությամբ պիտի գնամ կատարելության ճանապարհով, երբ պիտի գաս ինձ մոտ, իմ սրտի անմեղությամբ պիտի ընթանամ իմ տան մեջ։ Իմ աչքի առջև չար բան չեմ դնի, ատում եմ անօրենություն գործողին, թող նա չմոտենա ինձ։ Անարատ սիրտը դա երկրպագող հավատացյալի ամենամեծ հատկությունն է Աստծո առաջ։ Անարատ սիրտը մաքուր սիրտն է, ինչպես Սաղմոս 24:4-ում գրած է, կամ անբիծ սիրտը, ինչպես Սաղմոս 15:2-ում գրած է։ Կարդանք Սաղմոս 15:2 Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում։ Այդ սիրտը, այդ տեսակի սիրտը փնտրում է Աստծուն և վերականգնվում է ստանալով Աստծո ներումը։ Անարատ կյանքը բխում է Աստծո շնորհի և նրա արդարության ճանաչումից։ Աստծո շնորհը ոգեշնչում ու հնարավորություն է տալիս Աստծո ծառաներին ապրել Տիրոջ երկյուղով, ինչը նշանակում է ապրել Աստծո հետ անխափան հաղորդակցության մեջ և հնազանդվել նրա խոսքին։ Այսինքն, երբ որ մենք փայփայում ենք մեր մեղքերը, մեր հաղորդակցությունը Աստծո հետ խափանվում է։ Նվիրված և բարեպաշտ կյանքի վկայությունը փառք է բերում Աստծուն, այլ ոչ թե մարդու սեփական անձին։ Ուշադրություն դարձրեք, որ 15-րդ Սաղմոսում պահանջների մեծ մասը տրված է ժխտական բառերով։ Սա չի արվում Աստծո բարեհաճությունը վաստակելու համար, այլ խուսափելու համար այն բաներից, որոնք մեզ կբաժանեն Աստծուց։ Եթե մենք չենք ուզում բաժանվել Աստծուց, մենք պետք է բաժանվենք մեղքից։ Կարդանք 96-րդ Սաղմոսը։
Տերն է թագավորում, երկիրը թող ցնծա, եւ շատ կղզիներ ուրախ լինեն, ամպում առախուղ կա նրա 4 կողմը, արդարությունը եւ իրավունքը նրա գահի հիմքերն են, կրակ է գնում նրա առջևից եւ այրում է նրա 4 կողմը եղած թշնամիների, նրա փայլակները լուսավորում են աշխարհը, երկիրը տեսնում է եւ զոհում, սարերը մոնպես հալվում են նրա ներկայությունից, ամբողջ երկիրը նրա ներկայությունից, երկինքը հռչակում է նրա արդարությունը, եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը, թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին եւ պարծենում են փուչ կուռքերով, բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան, Սիոնը լսում է, այսքան կարելի ասել բոլոր նրանք, ովքեր իրենց Աստծո տեղ են դրել, եւ մյուս մարդիկ էլ նրանց Աստծո տեղ են դրել, նրանք բոլորը երկրպագելու են Աստծո։ Սիոնը լսում է եւ ուրախանում Եհուդայի աղջիկները ցնծում են քո դատավճիռների համար Տեր, որտեղ դու ով Տեր, բարձրյալ ես ամբողջ երկրի վրա, շատ բարձրացրալ բոլոր աստվածներից, ով դուք որ սիրում եք Տիրոջը ատեցեք չարը, նա պահում է իր սրբերի անձերը, ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց, լույս է ծագում արդարի համար եւ ուրախություն սրտով ուղղների համար։ Ուրախացեք Տիրոջով, ով արդարներ, եւ օրհնեցեք նրա սուրբ հիշատակը։ Ուրեմն երկրպագությունը ներառնում է Տիրոջը երգ երգելը, նրա անունը օրհնելը, նրա բարությունը մեծությունը հռչակելը եւ նրա տաճար ընծաներ ներելը։ Բացի պաշտամունքի այս ծանոթ բնորոշիչներից 96-րդ Սամոսն ընդգծում է երկրպագության ոչ այնքան ակնհայտ ավետարանչական կողմը՝ Տիրոջ թագավորություն այլ ժողովուրդներին հռչակելը կամ այլ մարդկանց, այլուհանդերձ երգերը փառաբանելը, ընծաներ բերելը եւ ավետարանը հռչակելն առանձին գործողություններ չեն, այլ երկրպագության տարբեր դրսևորումներ։ Այսինքն երկրպագել Աստծուն միայն չի նշանակում ծնկի վրա գալ եւ երկրպագել նրան։ Մենք երկրպագում ենք Աստծուն, երբ որ նրա մասին խոսում ենք եւ պատմում ուրիշներին Աստծո ողորմության մասին եւ Աստծո մասին ճշմարտություն ենք հայտնում, ճշմարիտ Աստծո մասին։ Մենք երկրպագում ենք Աստծուն, երբ որ նվերներ ենք բերում Աստծուն։ Աստծո փրկության հռչակումը բոլոր ազգերին փառաբանության հիմք է տալիս, ինչպես նաև երկրպագության ուրախություն։ Այո, միայն ճշմարիտ երկրպագությունը ճշմարիտ Աստծուն բերում է ճշմարիտ ուրախություն։ Հիշենք սա։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են երկրպագության պատճառները համընկնում այլ ժողովուրդներին հռչակված պատգամի հետ։ Այսինքն, ինչի մենք պիտի երկրպագենք Աստծուն, որտեղ Տերը մեծ է, որտև ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Տերն արարել է երկինքը։ Տերն է թագավորը, որտև նա գալիս է որպեսզի դատի երկիրը։ Այսպիսով ավետարանչության նպատակն է միավորել բոլոր այն մարդկանց, միավորել Հիսուսի շուրջը, ովքեր ուզում են երկրպագել Աստծուն։ Ոչ թե մարդկային ունայն նպատակների շուրջը, այլ Աստծո ճշմարիտ նպատակի շուրջ։ Երկրպագությունը բխում է ներքին ճանաչումից, թե ով է Աստված։ Աստված մեր արարիչն է, մեր թագավորն է, մեր դատավորն է։ Այսպիսով երկրպագությունը ներառում է անցյալում Աստծո գործերը հիշելը, այսինքն արարչագործությունը, նրա ներկա հրաշալիքներով ուրախանալը, Աստծո կողմից աշխարհի պահպանումն ու նրա ներկայիս ցանկությունը, այսինքն նրա ողորմությունը մեր հանդեպ եւ ապագայում նրա գործերին սպասելը, վերջին ժամանակների դատաստանը եւ նոր կյանքը նոր երկրի վրա։ Ուրեմն Սամոսերում դատաստանը նշանակում է խաղաղության, արդարության, բարեկեցության, աստվածային կարգի վերականգնման այն աշխարհում, որն այժմ կքած է անարդարության տառապանքի բեռի տակ։ Ուստի ամբողջ երկիրը ուրախանում է Աստծո դատաստանը։
Այն փաստը, որ Տերն արդար դատավոր է, պետք է ավելի խրախուսի մարդկանց երկրպագելու, նրան սրբությամբ եւ վախենալ նրա երեսից, եւ պետք է զգուշացնի նրանց երկրպագության անլուրջ վերաբերվելուց։ Երկրպագությունը ներառում է անսահման ուրախություն ու վստահություն, ինչպես նաեւ սուրբ երկյուղ եւ երկյուղացություն։ Կարդանք Սաղմոս 96 4-9 համարները։ Նրա փայլակները լուսավորեն աշխարհը, երկիրը տեսնում է եւ դողում, սարերը մոմի պես հալվում են նրա ներկայությունից, ամբողջ երկիրը նրա ներկայությունից։ Երկինքը հռչակում է նրա արդարությունը եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը։ Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին եւ պարծենում են փուչ կուռքերով, բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։ Նորից կուռքեր անպայման չի, որ դրանք լինեն այդ արձանները, որ մարդիկ սարքում ու պաշտում են, կուռք կարող է լինել ամեն ինչ, մեր տնից սկսած, մեր մեքենայից սկսած, այսինքն մի բան, որ մենք պաշտում ենք ավելի շատ, քան թե ասում, այսինքն ընդհանրապես այդ առարկաները պաշտամունքի արժանի չեն, ընդհանրապես, դրանք ընդհանուր միջոցներ են մեր համար ապրելու եւ բոլորովին պաշտամունքի արժանի չեն եւ նաև մյուս մարդիկ, ովքեր մահկանացու մարդիկ են, այս ցավոք մարդիկ թողնում են կենդանի ասում, որ միայն արժանի է փառքի եւ պատվի, որտեղ ինքն է մեզ ստեղծել ամբողջ տիեզերքը, ինքն է մեզ պահպանում, ինքն է մեզ տալիս ամեն անհրաժեշտը, բայց ցավոք մենք այդ բոլորը ստանում ենք Աստծուց, բայց իրեն երկրպագելու փոխարեն երկրպագում ենք ստացածը, ցավոք։ Եվ այդ մարդիկ վերջում ամաչելու են։ Դու ով Տեր բարձրյալ ես ամբողջ երկրի վրա շատ բարձրացար բոլոր աստվածներից, այսինքն ուրիշ աստվածներ չկան, ուղղակի նկատի ունի սուտ աստվածներից, ով դուք, որ սիրում եք Տիրոջը ատեցեք չարը, նա պահում է իր սրբերի անձերը, ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց, լույս է ծագում արդարի համար եւ ուրախություն սրտողողների համար։ Ուրախացեք Տիրոջով, ով արդարներ, եւ օրհնեցեք նրա սուրբ հիշատակը։ Այն փաստը, որ Տերն արդար դատավոր է, պետք է ավելի խրախուսի մարդկանց երկրպագելու նրան սրբությամբ եւ վախենալ նրանից, այսինքն հարգել նրան, եւ պետք է զգուշացնի նրանց երկրպագության անլուրջ վերաբերվելուց։ Երկրպագությունը ներառում է անսահման ուրախություն եւ վստահություն, ինչպես նաեւ սուրբ երկյուղ եւ երկյուղացություն։ 96-րդ Սաղմոսի համընդհանուր կոչն է երկրպագել արարչին ու դատավորին եւ այն արտացոլված է աշխարհի համար Աստծո վերջնական բարի լուրի հռչակման մեջ, որը գրված է Հայտնություն 14:6-12 համարներում տրված 3 հրեշտակների ուղերձում։ Այնտեղ էլ ասում երկրպագեք Աստծուն, կարդանք Հայտնություն 14:6-12 Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին եւ ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցեք Աստծուց ու փառք տվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է, եւ երկրպագեք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրները ստեղծողին»։ Նույն խոսքեր, ինչ որ գրված է 4-րդ պատվիրանի մեջ։ Նրան հետևեց մի այլ երկրորդ հրեշտակ, ասելով. «Ընկավ մեծ Բաբելոնը, որն իր պոռնկության թունքին խմեցրեց բոլոր ազգերին»։ Եվ նրանց հետևից մեկ այլ երրորդ հրեշտակ բարձրաձայն ասելով. «Ով երկրպագում է գազանին եւ նրա պատկերին եւ դրոշն ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծո ցածվանգենուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա վարկության բաժակի մեջ, եւ պիտի տանջվի սուրբ հրեշտակների եւ գարան առաջ, գրագի եւ ծծմբի մեջ»։
Եվ ասում է այստեղ է սուրբերի համբերությունը, որոնք ահովներ են աստուպատվիրանների և Հիսուսի հավատի։ Ուրեմն, երբ որ մենք տեսնեք, առաջին լուրը ասում է երկրպագեցեք, երկինքն ու երկիրը ստեղծողի, ծով ու ջրեր աղբյուրներ ստեղծողի։ Սա կոչ է, որ մարդիկ երկրպագեն։ Երբ որ մարդը չի ուզում երկրպագի, դրա հետևանքը ինչ է լինում, որ նա հետևում է մեծ բևոլին։ Երրորդ ընտրություն չկա։ Մենք կամ Աստծո ուսմունքին ենք հետևում, կամ սատանայի ուսմունքին։ Եվ երբ որ դա տեղի ունենում, երբ որ մենք չենք ուզում երկրպագել Աստծուն, այլ ուզում ենք երկրպագել այն, ինչ որ մենք ենք ընտրում, կամ ում որ մենք ենք ընտրում, ցավալի մի բան է տեղի ունենում։ Մենք դրանով իսկ, այսինքն հրաժարվելով երկրպագել Աստծուն, մենք ուզենք թե չուզենք, երկրպագում ենք գազանին ու նրա պատկերին, և նրա դրոշը ստանում ենք մեր վրա։ Երրորդ ընտրություն չկա։ Եթե մարդը հրաժարվում է երկրպագել Աստծուն, ի վերջո, ուզի թե չուզի, ինքը կերկրպագի մի բանի, որ սատանայի կողմից է առաջարկված, իսկ սատանան չի առաջարկում, նա ստիպում է։ Ուրեմն մեր ապահովությունը Աստծուն երկրպագելու մեջ է։ Եթե մենք չենք ուզում հաղթվել սատանայից, մենք պիտի երկրպագենք Աստծուն սիրով։ Եվ վերջում կարդանք Սաղմոս 46-ից 8 համարները։ Հաճելի չհամարեցիր զոհն ու ընծան, մինչդեռ բացեցիր իմ ականջները ողջակես ու մեղքի համար զոհ չպահանջեցիր։ Հետո ասացի, ահա ես գալիս եմ, գրքի թերթերում գրված է իմ մասին, քո կամքը կատարել կամեցավ իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է։ Եվ նաև Սաղմոս 50, 7-23 համարները։ Լսիր իմ ժողովուրդ, և ես կխոսեմ, և ես վկայություն կտամ քեզ, ով Իսրայել, որ ես եմ Աստվածը, քո Աստվածը։ Քեզ չեմ հանդիմանում քո ընծաների համար, և քո ողջակեզները միշտ իմ առջև են։ Քո տնից արջար չեմ վերցնում, և ոչ էլ այծեր քո փառախներից, որտև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։ Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին և այրի գազաններն իմ առջև են։ Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որտև իմն են աշխարհի Իզրայելությունը։ Միթե ես ցլերի միս կուտեմ և այծերի արյուն կխմեմ, գոհության ընծա մատուցիր Աստծուն, և կատարիր քո ուխտերը Բարձրյալի առջև։ Կանչիր ինձ նեղության օրը, և ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ։ Բայց Աստված ամբարշտին ասում է. քեզ ինչ, որ դու պատմում ես իմ հրամանները և իմ ուխտը բերանտ ես առնում, որտև ատում ես խրատը և իմ խոսքը ականջիդ հետևն ես գցում։ Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ և քո բաժինը շնացողների հետ։ Բերանդ չարության ես տալիս և լեզուդ նեղություն է հնարում։ Նստում ես և հակառակ ես խոսում եղբորը դեմ, բամբասակներ ես բարդում քո մոր որդու վրա։ Այս բաներն արեցիր և ես լուռ մնացի, կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանելու եմ քեզ և քո արածը դնելու եմ քո աչքի առաջ։ Մտածեք այս մասին, ով Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ և ոչ ոք չի լինի, որ փրկի։ Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ։ Եվ ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Ինչ է նշանակում զգուշանա իր ճանապարհին։ Այսինքն, երբ որ մարդը իր կյանքի ճանապարհի վրա ձգտում է ամեն ձևով հավատարիմ լինի Աստծուն և իր ամբողջ սրտով ուժով, իր ամբողջ սրտով, հոգով, մտքով ձգտում է հնազանդվել Աստծուն։ Ուրեմն Աստված
ոչ թե դեմ է, որ իրեն զոհեր մատուցեն, այլ դեմ է նրան, որ զոհ մատուցելուց հետո գնան և Աստծուն անհնազանդ կյանք վարեն։ Տեսնում եք ինչ խոսքեր ասում է, գողին տեսնում ես իր հետ եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ և քո բաժինը շնացողների հետ։ Այսինքն ամեն ձևով խախտում եք իմ օրենքները, բայց հետո զոհեր եք բերում դու, այդպես չի լինում, ասում է Տերը, ես չեմ ընդունում այդ զոհերը, ես դեմ չեմ ձեր զոհերին, բայց ես դեմ եմ ձեր վատ գործերի։ Աստված իր ժողովրդին հանդիմանում է ոչ թե մատուցվող զոհերի և ողջակեզների, այլ նրանց չարության և անարդարության համար, որ նրանք արել են իրենց անձնական կյանքում։ Սաղմոսները դեմ են ոչ թե զոհաբերությանը ու երկրպագությանը, այլ ունայն զոհաբերությանը և դատարկ երկրպագությանը, որը դրսևորվում է երկրպագուների անիրավությամբ։ Երբ երկրպագության արտաքին դրսևորման և ներքին դրդապատճառների միասնությունը խախտվում է, ծեսերն ինքնին ավելի կարևոր են դառնում, քան Աստծուն մոտենալու փորձառությունը։ Այսինքն երկրպագության ձևը դառնում է ինքնանպատակ և չի ներկայացնում ու չի բացահայտում Աստծուն, ինչ ըստ էության պետք է անի։ Օրինակ պատկերացնենք, որ դուք ունեք մեծ բիզնես և ձեր ներկայացուցիչն ուղարկում եք, որպեսզի ձեզ ներկայացնի, ճիշտ ներկայացնի ինչ-որ մի տեղ։ Եվ այդ ներկայացուցիչը գնում է և խայտառակում է ձեր անունը, տարբեր անիրավ բաներ անելով, և հետո գալիս է ձեր մոտ և գովում է ձեզ և փառաբանում է ձեզ, բայց դուք գող կլինեք։ Իսկ ինչի համար ես եկել ինձի, ես ամեն ինչ ասում։ Երբ որ դու քո պահվածքով ինձ արդեն խայտառակել ես ուրիշների մոտ, և ոչ մեկ չի ուզում իմ հետ բիզնես անել։ Հասկանում եք, նույնը կատարվում է հոգևոր աշխարհում։ Երբ որ մարդ իր վրա առնում է Աստծո անունը, նա դառնում է կարծես թե Աստծո ներկայացուցիչը։ Եվ երբ որ գնում է այս մարդը և իր կյանքով խայտառակում է Աստծուն, չի անում այն, ինչ որ Աստված է ասել, այլ անբարտավան կյանք է վարում, և հետո գալիս է կանգնում Աստծո առաջ, Աստծուն հովանանում է, միթե դա իմաստ է, այսինքն իմաստ չկա դրանում, իմաստ չունի, Աստված չի ընդունի այդ երկրպագությունը։ Եթե դրսում խայտառակում ենք իրան, եթե դրսում նեղացնում ենք մարդկանց, եթե անիրավ ձևով ենք ապրում, անիրավ ձևով ենք փող աշխատում, Աստված չի ընդունի մեր երկրպագությունը։ Միայն զոհաբերությունները բավարար չեն։ Ինչ օգուտ ունեին այս զոհաբերությունները, եթե այն մատուցողների սրտերը լցված չէին ապաշխարությամբ, հավատով ու մեղքի պատճառած տրտմությամբ։ Միայն այն դեպքում, երբ զոհաբերությունները ուղեկցվում են ապաշխարությամբ ու անկեղծ երախտագիտությամբ, ցուլերի զոհաբերությունները կարող են հաճելի լինել Աստծուն որպես արդարության զոհեր։ Չէ՞ որ մենք գիտենք, որ երբ որ բերում էին այդ զոհաբերությունը, ինչի համար են բերում, իրենց մեղքերի ներման համար, բայց եթե դու չես հասկանում քո արած մեղքի գարշելությունը, եթե դու սրտանց չես ապաշխարում քո մեղքի համար, ուրեմն այդ զոհի իմաստը որն է, դու չես կարող խաբել Աստծուն։ Եթե դու քո սրտում դեռ փայփայում ես այդ մեղքը, բայց զոհ ես բերում, որ ներում ստանաս այդ մեղքի համար, Աստծուն պետք չի դա, Աստծուն ինչին է պետք, ինքն է այդ զոհը տվել Հիսուս Քրիստոսի դեմքով։ Այսինքն զոհաբերությունը կապված է ապաշխարության հետ։ Եթե մենք չենք ապաշխարում, եթե մենք չենք թողնում մեր վատ սովորությունները և գործերը, այդ զոհերը իզուր են։
այդ նվերները իզոր են, մենք Աստված կաշխարակիր չի, որ ասի գնա ինչ ուզում ես արա, հետո էլ բեր զոհ տուր ինձ, նվեր տուր ինձ, ես էլ քեզ կնվերեմ, այդպես չի։ Ճիշտ է, շատ քահանաներ այդպես են ներկայացնում։ Դու գնա ինչ մեղ ուզում ես արա, արի ես քեզ թողություն կտամ, այսքան փող տուր, թողություն կտամ։ Այդպիսով խաբում են եւ իրենց, եւ մարդկանց, եւ պատասխան են տալու դրա համար։ Փոխարենը մարդկանց զգուշացնելով, որ դուք շատ վատ վիճակում եք, դարձի եկեք եւ ապաշխարեք եւ դադարեք անիրավ գործեր անել։ Իրանք խաբում են, կարծես թե փողով կարող ես գնել Աստծո փրկությունը։ Բայց դա ընդհանրապես խաբկանք է։ Հիսուսը մեջ վերելով Եսայիա մարգարեին այսպես արտահայտվեց. «Այս ժողովուրդը ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրանց սիրտն ինձանից շատ է հեռացել»։ Սա Մատթեոս 15:8-ի մեջ է սա ասում։ Մեջ վերում Հիսուսը։ Սամոսերկների տեսած խնդիրները նույնն էին, որոնք իր երկրային ծառայության ընթացքում նկատեց Հիսուսը որոշ մարդկանց, հատկապես առաջնորդների մեջ։ Գիտեք, երբ որ մարդ առաջնորդ է եւ սխալ գործողություններ է անում, խաբում է, գողանում է, սպանում է եւ այլն։ Իրանք կարծում են, թե իրենց առաջնորդ լինելը դա թույլ է տրված նրանց, ոչ։ Պատասխան են տալու իրանց բոլոր արարածների համար։ Եթե մարդը Աստծո օրենքը խախտելով է փող աշխատում, դա օրհնություն չի բերի իրեն։ Եվ հետո էլ դրանից տալու ուզում նվեր տալ Աստծուն, Աստված չի ընդունում։ Եթե մարդը Աստվածս լե մի շնաց, եթե մարդը շնանում է այդ շնության փողը տանում է տալի Աստծուն, Աստված չի ուզում տա եւ չի ընդունում։ Եթե մարդը գողանում է եւ տանում է նվեր է տալի Աստծուն, իր գողացածից, Աստված չի ընդունում դա։ Եթե մարդը քիլեր է աշխատում, փող է վերցնում, որպեսզի մարդկանց սպանի, Աստված չի ընդունում այդ նվերը։ Աստված դեմ է այդ գործերին եւ այդ նվերներին։ Եվ մարդիկ զբաղված են ինքնախաբեությամբ։ Եթե շարունակում են իրենց մեղքերի մեջ ապրել, բայց կարծում են, թե իրենց փողերով կարող են Աստծո բարեհաճությունը գնել եւ իրենց փրկությունը գնել։ Դուք կարող եք կաշառել մարդկանց տարբեր հարցերում, բայց ոչ Աստծուն։ Դուք կարող եք խաբել մարդկանց, բայց ոչ Աստծուն։ Աստված առանց խաբելու էլ օրհնում է իր զավակներին։ Շատ մարդիկ կան, ովքեր ազնիվ են ապրում եւ ապրում են նորմալ, ազնիվ ձևով, ոչ թե խաբելով, ոչ թե գողանալով։ Եթե պետք է լինում, Աստված ավելին է տալի, բայց ոչ թե նրա համար, որ ենք իրանց X-ը բարձրացնել, այլ Աստված տեսնում է, որ այդ մարդիկ ճիշտ են օգտագործում իրենց փողերը եւ ավելի է օրհնում, տալիս է, որպեսզի իրենք օրհնություն դառնան ուրիշների համար։ Սա է ամբողջ նպատակը։ Ուրեմն երկրպագության կարևորագույն բաղադրիչն իրական ապաշխարության անհրաժեշտությունն է։ Կարդանք Էլեն Ուայթից Քայլեր դեպի Քրիստոս գրքից։ Ապաշխարել նշանակում է տրտմել մեղքի համար եւ թողնել այն, ոչ թե շարունակաբար անել եւ շարունակաբար խնդրել Աստծուն ներել։ Ճիշտ է, դա մի օրում չի լինում, մի անգամից չի լինում, բայց երբ որ դու զզվում ես, ավելի քչանում է, մինչև որ վերանում է։ Մենք չենք հրաժարվի մեղքից, մինչև չգիտակցենք դրա հրեշավորությունը։ Շատ մարդիկ ասում են, մեղքը հաճելի բան, այն չպետք է հրաժարվեն։ Բայց երբ որ այլ տեսակետներից են նայում, դա բոլորովին հաճելի չի։
Դու երբեք չես կարող ուրիշի դժբախտության հաշվին հաճույք զգալ կամ երջանիկ լինել։ Միշտ բումերանգի պես դա կվերադառնա քեզ, բայց ապաշխարությունն այն է, հենց սա, որ դու տեսնում ես, որ մեղքը գարշելի բան է, չես ուզում անել, այլ ոչ թե որ վախենում ես դրա հետևանքներից։ Մինչև սրտանց երես չթեքենք դրանից, կյանքում ոչ մի իրական փոփոխություն տեղի չի ունենա։ Շատերը չեն ըմբռնում իսկական ապաշխարության էությունը։ Նրանք տխրում են իրենց գործած մեղքի համար և նույնիսկ օղվում արտաքուստ, վախենալով, որ իրենց սխալը փորձանք կբերի իրենց գլխին, բայց սա ապաշխարություն չէ աստվածաշնչյան իմաստով։ Նրանք ավելի շուտ ողբում են հնարավոր նեղության, քան մեղքի համար։ Այդպիսին էր Եսավի բիշտը, երբ հասկացավ, որ ընդմիշտ կորցրել է առաջնեկության իրավունքը։ Տեսնելով հրեշտակին, որ մերկացրած սուրը ձեռքին կանել էր նրա ճանապարհին, սարսափահար Բաղամն ընդունեց իր մեղքը, որպեսզի չկորցնի կյանքը, բայց չապաշխարեց անկեղծորեն, չհրաժարվեց իր նպատակից, չգարշեց չարից։ Այդ Բաղահամն էր, որ հետո խորհուրդ տվեց, թե ինչ անել, որպեսզի մեղանչել տան Աստծո ժողովրդին։ Հուդա Իսկարիովտացին իր տիրոջը մատնելուց հետո բացականչեց. ես մեղք գործեցի անմեղ արյուն մատնելով, բայց իրականում չապաշխարեց։ Թեև Աստված ձեռակերտ տաճարներում չի բնակում, սակայն նա իր ներկայությամբ պատվում է իր ժողովրդի հավաքվիչները։ Նա խոստացել է, որ երբ նրանք մեկտեղ հավաքվեն իրեն փնտրելու նպատակով, իրենց մեղքերի գիտակցությամբ և միմյանց համար աղոթելու համար, ուշադիր մի անգամ էլ կարդանք։ Հավաքվում են եկեղեցում, որն է եկեղեցում հավաքվելու նպատակը։ Առաջին, Աստծուն փնտրելու համար։ Իրենց մեղքերի գիտակցելու և ապաշխարելու, միմյանց համար աղոթելու համար։ Սրա համար է եկեղեցին, այլ ոչ թե իրար հետ հավաքվելու, բամբասելու, ուրիշ բաներ անելու և հետո կլուբի պես և հետո հեռանալու։ Նա կհանդիպի նրանց իր Սուրբ Հոգու միջոցով, բայց նրան երկրպագելու հավաքվածները պետք է ամեն չար բան թողնեն։ Մինչև նրանք չերկրպագեն նրան հոգով և ճշմարտությամբ ու սրբության գեղեցկությամբ, նրանց մեկտեղ հավաքվելը օգուտ չի ունենա։ Այսպիսիների մասին Տերն ասում է. այս ժողովուրդը իր բերանով է ինձ մոտենում և շրթունքներով է ինձ պատվում, բայց իր սիրտը ինձանից հեռացած ջոկված է։ Աստծուն երկրպագողները պետք է նրան երկրպագեն հոգով և ճշմարտությունով, որովհետև Հայրն իրեն այսպիսի երկրպագողներ է ուզում։ Այսինքն Սուրբ Հոգով համաձայն ճշմարտության։ Այս գրված էր Մարգարեների և Թագավորների գրքում էջ 50։ Թող Աստված մեզ օրհնի, որ այս դասը, որ մենք այսօր սովորեցինք, շատ խորը արմատներ թողի մեր մեջ, որպեսզի մենք իրոք կամենանք իրականացնել մեր կյանքում։ Գիտեք, մենք ինչով որ զբաղվում ենք այս կյանքում, ինչ որ լսում ենք, ինչ որ տեսնում ենք, դա սերմ ցանելու պես է։ Ինչպես սերմնացանը հողի մեջ սերմ է ցանում, մեր սիրտն էլ հող ունի։ Եվ կապ ունի, թե մենք ինչ սերմեր ենք լցնում այս ծրտի մեջ, ինչ ձևով ենք մենք սերմեր ցանում, մեր տեսքով, եւ որ մեր թույլ եք տալի, որ մեր ականջները լսեն այն, ինչ որ պետք չի, այն, ինչ որ դեպի վատն է մեզ տանելու, մեր աչքերը տեսնեն այն, ինչ որ սխալ է, եւ դրանով մենք սխալ ենք սովորում, մենք սխալ եւ վատ սերմեր ենք ցանում մեր սրտի մեջ։ Երբ որ գյուղացին ուզում է սերմ ցանել, նա առաջինը հողը փխրացնում է, մաքրում է ամեն ինչից, որ մաքուր հող լինի, փխուր հող լինի, եւ երբ որ սերմը գցի,
սերմը աճի։ Եվ դրանով չի վերջանում հողագործի գործը։ Ինքը ժամանակ առ ժամանակ հանում է փշերը, այսինքն մոլախոտերը, որպեսզի այդ մոլախոտերը չխեղդեն իսկական պտուղները։ Նույնը մեր սիրտն է։ Եթե մենք մեր սիրտը թույլ չտանք, որ Սուրբ Հոգին փխրացնի, եթե մենք մեր սրտում սխալ սերմեր ցանենք, այլ ոչ թե աստվածային ճշմարիտ պտուղի սերմեր, որոնք են սերը, ուրախությունը, համբերությունը, բարությունը եւ այլն, մենք գիտենք Գաղաթացիս գրքում գրված է Սուրբ Հոգու պտուղները։ Բայց եթե միևնույն ժամանակ մենք թույլ տանք, որ մեր սրտում մնան մեղքի սերմերը եւ դրանք սնուցենք դրանք եւ դրանք աճեն, նրանք կխեղդեն Սուրբ Հոգու բարի պտուղները, Սուրբ Հոգու սերմերը եւ դրանք պտուղ չեն տա։ Ուրեմն ուշադիր լինենք, թե մենք ինչով ենք զբաղվում, ինչ ենք լցնում մեր ուղեղը, ինչ ենք լցնում մեր սիրտը, ինչպես ենք անցկացնում մեր ժամերը, այս հատուկ ժամերը, որ Աստված տվել է մեզ, մեր փրկության ճանապարհով գնալու համար։ Թող Աստված մեզ օրհնի, որպեսզի մենք ցանկանանք, խնդրենք եւ Աստծուց ստանանք Սուրբ Հոգին, այսինքն Սուրբ Հոգին Աստված միշտ տալիս է, բայց երբ որ մենք լսում ենք, նազանվում ենք Սուրբ Հոգու ձայնին, ինքը ավելի է պնդացնում իր տեղը մեր մեջ եւ մենք ավելի օրհնություններ ենք ստանում։ Ուրեմն ուշադիր լինենք, որ մենք նազանվենք Սուրբ Հոգու ձայնին, երբ որ Աստված ասում է այսպես գործիր, այսպես արա, այսպես խոսիր, անենք դա։ Աստված իր շնորհքը կտա մեզ դա անելու։ Աստված կփոխի մեզ, եթե մենք ուզենանք փոխվել։ Ինքը կմաքրի մեր սրտի հողը ամեն մոլախոտից, մեղքի, եթե մենք միայն դա ուզենք, եթե միայն դա փորձենք անել, որտեղ շատ մարդիկ միայն այդ մի կողմն են տեսել կյանքի եւ իրանք կարծում են, որ դա էլ, նրանք երբեք չեն փորձել իրենց կյանքը կապել Աստծո հետ եւ երբեք չեն փորձել Աստծո ասած ճանապարհներով քայլել եւ երբեք չեն ճաշակել այն քաղցրությունը, որ տալիս է Աստծո ճշմարիտ ճանապարհներով քայլելը։ Մաղթում եմ բոլոր այդպիսի մարդկանց, որ իրանք մի օր առաջին քայլը անեն եւ տեսնեն տարբերությունը իրենց անցյալ արժեքների եւ ներկա, որոնք կտա իրենց Աստված, իրենց անցած կյանքի որակի եւ մյուս կյանքի որակի, որ կտա Աստված, եթե մենք ուզենանք փոխվել, հրաժարվել մեր սրտի մեղքերից եւ միայն ցանկանալ, որպեսզի Սուրբ Հոգու պտուղներ աճեն մեր սրտում, որը կքաղցրացնի բոլորիս կյանքը, որտեղ սերը, ուրախությունը, համբերությունը, բարությունը առաջացնում է նույնը դիմացինի մեջ, իսկ չարությունը նույնպես առաջացնում է նույնը դիմացինի մեջ։ Եթե չենք ուզում, որ մեր կյանքը չար լինի, ուրեմն մենք առաջինը մենք պիտի բարի լինենք։ Թող Աստված մեզ օրհնի, որ այս խորը մտքերը գիտակցենք, մտածենք դրանց մասին, խորհենք եւ չասենք, չէ, դա անհնարին է, չէ։ Աստված ասում է, փորձ արա, քայլ արա, փորձիր։ Աստված մեզ օրհնի, որ մենք քայլ անենք եւ փորձենք եւ ճաշակենք եւ տեսնենք որքան քաղցրետերը։ Թող Աստված մեզ օրհնի այս գալիք շաբաթվա բոլոր օրերին, մեզ պաշտպանի չարից եւ ողորմա մեզ։ Աստծո ողորմությունով մինչեւ մյուս շաբաթ։